Տիկին Բաղդասարյան այսօր արդեն Իրինա Յոլյանի քվեարկությունն է, հա, համապատասխան հազար։ Այս պահին ընդհանում է։ Ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ ունեք իր հարցերի պատասխաններից, ելույթներից, հա, ինքը կարծես նշում էր, որ իշխանափոխությունը իր կարծիքով պարտադիր պետք է տեղի ունենա։ Ինչն էր խանգարում անել այդ իշխանափոխությունը եւ չհասնել այսօր ազգային ժողով։ Ինձ թվում է իշխանափոխության ցանկացած նկրտում, որ ընդդիմադիրներն ունեցել են, ձախողվել է հունիսի 7-ին, այնպես որ հորդորում եմ գալ կառուցողական դաշտ եւ հանգիստ ու հանդարտ աշխատել այն օրակարգի ներքո, որը թելադրում է իշխանություն։ Տիկին Բաղդասարյան, ձեր տպավորությամբ ընդդիմությունը ունի սեփական օրակարգը, որով եկել է ազգային ժողով, արդեն երրորդ շաբաթն է ձեր ընտրում ազգային ժողովի նիստերը, տպավորություն ունեք մասնավորապես Հայաստանի եւ ուժեղ Հայաստան խմբակցությունների թիվ 1 օրակարգը ո՞րն է։ Ես առիթ ունեցել եմ այդ մասին խոսելու եւ պետք է ցավով կրկնեմ, որ օրակարգ անշուշտ ունեն, բայց այդ օրակարգը հայաստանյան օրակարգ չէ եւ թելադրվում է այլ աշխարհաքաղաքական բևեռներից։ Մասնավորապես ինչ օրակարգի մասն է։ Ես ասել եմ այնտեղից, որտեղից գրվում են մեթոդիչկաները իրենց, Լուբյանկայից։ Թուրքի իշխանապողության մասին արդեն ներքսում լինելով հանդերձ։ Ես գործընկերոջ հարցին պատասխանեցի օրակարգի վերաբերյալ, ինչպիսի օրակարգ ունեն, ասի օրակարգ ունեն, որը հայաստանյան օրակարգ չէ, Հայաստանի ծանդին։ Ընդհանուր առմամբ իրենց այս խոսույթը, հա, որ քրեական գործերը կապում են քրեական հետապնդումների, վրեժխնդրության, քինախնդրության հետ, ինչպես է դիտարկվում։ Տեսեք, ցանկացած գործընթաց, որի ետևում կան քրեաիրավական որակավորումներ, կարճ ժամանակ անց ստանում է նաև քաղաքական ենթատեքստ։ Ինչն է պատճառը։ Պարզապես գործընկերները փորձում են խուսափել այն իրականությունից, որն ունենք, այսինքն մարդիկ իրենց դիզած հարստությունը, ապօրինի գույքը եւ ակտիվները, որոնք ունեն, փորձում են թաքցնել ժողովրդից, իսկ մեզ դիտող մարդիկ, մեր հանրույթը իհարկե գիտե թե ինչի մասին է խոսքը եւ որևէ քրեաիրավական որակավորումներ դժվար է թաքցնել քաղաքական ենթատեքստի ներքո։ Ի վերջո մենք ապրում ենք մեկ երկրում, որտեղ ամեն ինչ բաց է եւ թափանցիկ եւ կարծում եմ, որ լավագույն գնահատականը եւ լավագույն դատավորը դա իհարկե ժողովուրդն է։ Բաղդասարյան, վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնությունների թեմայով վերջին շաբաթների ընթացքում գրառումներ է անում, հարցազրույցների շարք է ցուցել, նաև օրենսդրական նախաձեռնությամբ պատգամավորները հանդես գալու փոփոխություններ կատարելու վերաբերյալ, օրինակ Վիլեն Գաբրիելյանն էլ ես չեմ հիշում ընդդիմադիր պատգամավորներից որ մեկին ասաց, ինչու են միայն կանանց թեմաներով բռնության մասին խոսում, օրինակ տղամարդիկ էլ է բռնության ենթարկվում, այդ համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ իր ասուլիսի ընթացքում հայտարարել է Քոչարյանին ու տպավորել, որ հետևից գնալու են, գտնելու են, ու ես իրեն չեմ նախանձում։ Սա բռնության կոչ չէ տղամարդու, տղամարդկանց իրավապահ համակարգի ներկայացուցիչների իշխանության ներկայացուցիչի նկատմամբ։ Այնինչ իրականացնում է վարչապետի Տիկինը, բնականաբար շատ կարևոր առաքելություն է եւ մեր հասարակությունը պետք է առերեսվի այդ խնդրին, որովհետեւ այո, բռնության ենթարկվում են բազմաթիվ կանայք եւ ցավոք սրտի այդ մասին շատ հաճախ լռում են, իսկ այդ լռելային համաձայնությունը կա նաեւ հանրույթի եւ հանրության կողմից։ Ինչ վերաբերում է վարչապետի մեկնաբանությանը, անձամբ ծանոթ չեմ եւ գիտեք վարչապետի խոսնակը չեմ, որ այժմ մեկնաբան եմ, վստահ եմ, որ վարչապետի խոսքերը թույլ կտակ ավարտեմ։ Վարչապետի խոսքերը մեկնաբանության կարիք չունեն եւ իր ասածին ավելացնել ոչինչ։ Տիկին Բաղդասարյան, իսկ չեք կարծում, որ ամեն դեպքում երկակի ստանդարտներ են գործում, օրինակ խորհրդարանում խոսում եք բարեվարկությունից, ես ավարտեմ, դուք օրինակ խոսում եք բարեվարկությունից, բարեվարկության կանոններ են այսպես սահմանվում եւ նույն ժամանակ մի կողմից օրինակ վարչապետի ելույթը հայտնի բառապաշարով չեմ ուզում կրկնել չի ընդհատվում, փոխարեն օրինակ ընդդիմադիր մեկ պատգամավորի խոսքը դառնում է այսպես բոլորը։ Տեսեք, մենք խոսույթի մեջ պետք է տարբերակենք գնահատողական դատողությունները, որոնք որ կան, եւ պիտակավորումները եւ որակավորումները։ Եվ ես կարծում եմ, որ եթե մենք այդ տարանջատումը իրապես իրականացնենք, ապա նման հարցեր առնվազն չեն առաջանա եւ դուք ասում եք, ես ձեր հարցը լսեցի, դուք ասում եք չեք կարծում, ես ասում եմ չեմ կարծում։ Շնորհակալություն։ Տիկին Բաղդասարյան, օրերս էթիկայի հանձնաժողովի կազմն է հաստատվել, ինչպես եք դուք պատկերացնում հանձնաժողովի կազմում, եթե մարդ լինի, ով որ պիտի ինչ-որ ձև խախտի էթիկայի օրինակ սահմանված կանոնները, այս դեպքում այդ մարդու
էթիկային համապատասխանելիությունը ովքեր պիտի քննեն։ Տեսեք, դուք իրավացի եք, ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվել է էթիկայի հանձնաժողովի կազմը, փոխարինող անդամները, ձեր ասած խնդրին մենք չենք արարեցվի, որովհետև առհասարակ падգամավորի կարգավիճակի մասին օրենքը ասում է, որ եթե որևէ հարց անմիջականորեն առնչվում է падգամավորին, նա հայտարարում է շահերի բախման մասին։ Այսինքն, եթե որևէ խնդիր ապրիորի առնչվի ինձ, ես այս պարագայում շահերի բախման մասին եմ հայտարարում եւ այդ հարցը քննվում է առանց իմ ներկայությամբ։ Բայց էթիկայի հանձնաժողովի տրամաբանությունը առհասարակ այլ է։ Ինչպես գիտեք, այդտեղ համամասնությունը հավասար է ընդդիմության եւ իշխանության, եւ եթե հարցը վերաբերում է ընդդիմադիր падգամավորի կա բանաձև քննության, թե ինչպես է տեղի ունենում եւ ճիշտ հակառակը, այնպես որ այստեղ որևէ խնդիր չի ծագելու։ Տեսեք, կազմում հանձնաժողովի կազմում կա մի հոգի, Վիլեն Գաբրիելյան, ով ժամանակներ առաջ հայտարարեց մանդատը վայրդնելու մասին եւ հայտարարեց, որ իր արարքը ազգային ժողովի падգամավորին վայր չէ, ոնց է մեկնաբանում իր այնտեղ գտնվելը, խմբակցության կոնսենսուսով է եղել, թե հենց ինքն է առաջադրել։ Բնականաբար խմբակցության կոնսենսուսով է եղել եւ ես կարծում եմ, որ Վիլեն Գաբրիելյանը այն բացառիկ падգամավորներից է, ով իր հանրային վարքի համար ոչ միայն մեզ հայտնի Պարսավանքի ինստիտուտին է բախվել, այլ նաև անձնական որոշում է ունեցել մանդատը վայր դնել։ Նկատեք, սա չի եղել կուսակցության դիրքորոշում, սա չի եղել կուսակցության վարչության դիրքորոշում, որպես վարչության անդամ նաև ասում եմ, չէ, այդ ժամանակ վարչության անդամ չի, բայց ամեն դեպքում դա եղել է մարդու անձնական մոտեցումը։ Իսկ ինչ է ենթադրում էթիկայի հանձնաժողովը, որոշակի կարգապահական նաև զգոնություն եւ կարծում եմ Վիլեն Գաբրիելյանը լավագույնս դրսևորել է իրեն եւ սա պետք է լինի օրինակ։ Օրինակ ոչ թե գործողություններ, այլ հետևանքները բնականաբար։ Իմ Բաղդասարյան, քանի որ Գյումրին հիշեցինք, Գյումրին միշտ ենք հիշում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Գյումրիում արտահերտ ընտրությունների կարիք կա եւ Աշնանը հնարավոր ընտրություններ են սպասում։ Դրանից առաջ նշում են, որ այն մարդիկ, ովքեր դերակատարություն կարող են ունենալ ընտրություններում, մասնավորապես ընդդիմադիր թեկնածուներից, նրանք արդեն իսկ հեռու են պահում այդ պրոցեսներից։ Վերջինը Մարտուն Գրիգորյանի կալանավորումն էր, երկամսյա կալանքի է տարվել, ինչպես կմեկնաբանեք եւ նաեւ դուք ձեր թեկնածուի հարցում կողմնորոշվել եք։ Տեսեք, այն որ Գյումրիում արտահերտ ընտրության կարիք կա, կարծում եմ վկայակոչում են փողոցների վիճակը անմխիթար, իդեպ գիտեք վարչապետի հանձնարարությամբ յուրաքանչյուր տարի 25 կիլոմետր ճանապարհ կնորոգվի Գյումրիում։ Բնորոշում են օրինակ երեկ էլի գրառում տեսա, որ երեկոյան ժամերին շների հարձակում կար, հիշում եք գործողություններ ուներ իրականացնելու թիմը, որը չի անել։ Այդ մասին հուշում են լիքը աղբարկղերը, որոնք առկա են։ Մի խոսքով քաղաքային իշխանությունների անգործությունը եւ այո, Գյումրիում արտահերտ ընտրությունները պահանջ է, հանրային պահանջ։ Գործընթացները բնականաբար լինելու են բացառապես իրավական շրջանակներում, բայց թերևս կարող է սխալվեմ, բայց ես չեմ հիշում, որ ժամկետ նշված լինի աշունը։ Աշնանը մենք ունենք հերթական թիմ ընտրություններ, այդ թվում նաև Շիրակի մարզում, Գյումրիու արտահերտ ընտրությունները կլինեն այն պահին, երբ իրավական կարգավորումները թույլ կտան։ Ինչ վերաբերում է թեկնածուին, ես կարծում եմ, որ առաջիկայում, երբ գործընթացները ավելի գործնական փուլ մտնեն, հանրությանը պարզ կդառնա թեկնածուի անունը։ Մարտուն Գրիգորյանի վերաբերյալ որքան գիտեմ այս պահին քրեական գործընթաց կա, ես զերծ կմնամ քաղաքական գնահատական կարգավորումների։ Նշեցիք խնդիրներ, որոնք Գյումրիում առկա են, բայց այդ խնդիրները նախկին բոլոր իշխանությունների ժամանակ էլ եղել են, այն ժամանակահատվածում եւ նաեւ Սարիկ Մինասյանն է կառավարել։ Սարիկ Մինասյանը աղբավայրերը, փողոցները, շները, տրանսպորտի խնդիրի վերջո հանրապետության երկրորդ քաղաքում տրանսպորտի խնդիրը եթե չասենք ահավոր վատ վիճակում է գտնվում, դա մեծ ձևակերպում է։ Սարիկ Մինասյանը պաշտոնավարել է, ինչպես գիտեք, երբ որ նախկին իշխանությունները կազմալուծվեցին, այսպես ասած, անգործության մատնվեցին, վարչապետի որոշմամբ նշանակվել է եւ կարճ ժամանակահատված պաշտոնավարել է, իսկ գիտեք, եթե համայնքի ղեկավարը չունի ավագանու աջակցությունը, իսկ շատ գործողություններ ունակ շների ապաստարան կառուցել եւ այլն։ Պետք է բյուջեն եւ գործընթացը հաստատվի ավագանու որոշմամբ։ Եթե չի եղել ավագանու ինստիտուտը, հնարավոր չէ որ թիմը լիակազմ գործի։ Եվ ես դեռ համաձայն չեմ, որտեղ կարճ ժամանակահատվածում Սարիկ Մինասյանը կարողացել է ցուցաբերել իր լավագույն որակները եւ գյումրեցիների արձագանքը ակներ է վեր այդ ընթացքում։ Նույնիսկ այն ամենապրիմիտիվ լիազորությունները, որ թիմը ունի, թիմի լիազորությունները իրականացնելու առումով։ Եվ ես ձեր կարծիքը կներեք չեմ կիսում, որ այդ կարճ ժամանակահատվածում Գյումրիում փոփոխությունները նկատելի չեն եղել, կարող եք հարցնել այն պարոն Մխիթարյանին, որը վստահ եմ իմ հետ համակարծիք։ Շնորհակալություն։ Չէ, հարցս վերաբերում էր Տիկին Բաղդասարյան, Ռոբերտ Խոսարյան։
Եթե մեկ ավարտենք։ Չէ, եթե ավարտել են գործընկերները։ Չէ, եկան լավ։ Քանի որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կանոնավորված է, Տիկին Բաղդասարյան այսօր էլ ազգային ժողովում Հայաստան դաշինքի խմբակցության ղեկավար Տիկին Աննա Գրիգորյանն ասաց, որ փորձում է թյուր տպավորություն ստեղծել հանրության մոտ, որ հոկտեմբերի 27-ի գործի շրջանակներում նրա կանոնավորումը եւ այլն։ Տիկին Բաղդասարյան, դուք համաձայն եք, մինչդեռ նրա դիտարկմամբ դուք իզոլացնում եք ընդդիմադիր 3 փաստորեն քաղաքական բեռների լիդերներին, դուք համաձայն եք Տիկին Գրիգորյանի այդ դիտարկման հետ, որ քանի որ առաջիկայում շատ լուրջ զիջումների եք պատրաստվում, այսպես ասած կտրում եք ընդդիմադիր 3 բեռների լիդերների գլուխները փոխաբերական իմաստով ասած, որպեսզի ձեր ձեռքերն ազատ լինեն հնարավոր զիջումների գնալու։ Ես կարծում եմ, որ արդարության պահանջը, որը կա հայաստանյան հասարակության մեջ, մի փոքր էլ ուշացած է։ Եթե ես հիմա որևէ քաղաքական գնահատական տամ, բնականաբար ընդդիմադիր գործընկերների կողմից կարող է մեկնաբանվել, որ իրավապահ համակարգի վրա հերթական ճնշումն է գործարկվում։ Բայց այն ապօրինի գույքերը եւ այն ցանկը, որը նախորդին հակակոռուպցիոն կոմիտեն հրապարակել էր, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն պարզ է ինչ գործերով է գործառույթ իրականացնում, ընդհանրապես գիտեք, չէ, որ ապօրինի գույքի գործերով անցնող մարդիկ հակառակ նորմն է գործում եւ իրենք պետք է ապացուցեն, թե ինչ ծագումնաբանություն ունեն նման գույքերը։ Ես կարծում եմ այս էպոպեային մենք առիթ կունենանք դեռ երկար հետևելու եւ որոշակի եզրահանգումներ անելու, իսկ այն պահանջը, որ ասում եք ընդդիմադիր գործընկերներին գլխատելու քաղաքական առումով կամ այլ գործընթացներ իրականացնելու, դա մեր հանձնառությունն է եղել եւ ժողովրդի պահանջը եւ ժողովուրդը 720,000 քաղաքացի գնացել եւ քվե է տվել մեզ նաեւ դրա համար եւ մենք ընդհանրապես առաջնորդվելով ժողովրդավար երկրների սկզբունքներով իրականացնում ենք ժողովրդի կամքը, որովհետեւ Հայաստանում սահմանադիրը ժողովուրդն է եւ ուրեմն ճշմարտությունը բխում է ժողովրդից։ Տիկին Գրիգորյանի մատնանշած մոտիվը, որ առաջիկայում զիջումների է գնում, Ես չգիտեմ Տիկին Գրիգորյանը ինչ մտայնության մեջ է, ինչ է ուզում իր խոսքով ասել, բայց ես կարծում եմ, որ Տիկին Գրիգորյանի խմբակցությունը, երբ որ ամեն անգամ ասում է, թե մենք ինչ ենք կարող ժառանգել ձեզանից, մի բան ժառանգել եք։ Պատգամավոր, որը իրենց ֆրակցիայի ղեկավարն է։